Դե վաղը անպայման կհանդիպենք։ Ոնց որտեղ։ Մեր սիրած տեղը անպայման։ Դե քեզ բարի գիշեր եւ անուշ երազներ։ Դե անջատի հեռախոսը։ Չէ դու անջատի։ Ոյ անջատի։ Ես չեմ անջատի, առաջինը դու անջատի։ Լավ, արի հաշվենք մինչև 3-ը եւ միասին անջատենք։ 1 2 3 Ինչի չանջատեցի։ Անջատի։ Ասում եմ անջատի։ Ես չեմ կարող անջատել։ Աղջիկ ջան, անջատի այդ հեռախոսը, որ ես եզնել անջատի, որ ես էլ քնեմ։ Ես անշտորքին նայ, խոսքը բերանս անջատեց։ Ազատ, ինչ ես մի տեսակ։ Մտածում եմ, պապ ջան։ Ես դու կարում ես մտածես։ Կարևոր բան պետք է ասեմ, ամայն չգիտեմ ոնց ասեմ։ Իրա խելացի խորհրդի կարիք ունեմ։ Ազատ ջան, ինչի հերդ պակաս խելացի մարդ, հա? Համելու դու մամայի բալա չես։ Տղեն իրա պրոբլեմներով հորդ պետք է կիսվի։ Ռուզանը կնիկ է, նրա ուղեղը մեր պես չի աշխատում։ Ասա տենամ։ Պապ, իմ ընկերուհին ինձանից հղի է։ Ռուզան! Սաբաբանգա։ Ռուզան! Կարնիկ ինչ է եղել, ինչ ես գոռում։ Վայ դե ասեք հովատ բան չի եղել։ Ասա արա։ Դու մենակ մի անհանգստացի։ Մամ, չեր ուզենա ես, Լևոնը, Մարին փոքր լինեինք, մեզ գրկեիր, պահեր, սիրեիր։ Հաստատ չէ։ Մամ, հիշում ես, որ ես փոքր ժամանակ տունտունի խաղալուց տիկնիկները շարում էի ու ասում էի, ես ձեր պապան եմ։ Չէ, չեմ հիշում։ Ռուզան, կարևոր չէ, հիշում ես թե չէ։ Դու ենթատեքստը հասկացի, ենթատեքստը։ Ոյ ինչ է եղել, բան չեմ հասկանում, յա։ Մամ, հիշում ես, որ մի քանի տարի առաջ ասում էր, տենաս ես երբ եմ թոր ունենալու։ Այ հիմա հասկացավ։ Դե ես ձեզ մենակ թողեմ, չխանգար։ Բարի լույս Մարի ջան, Վիլենն է։ Վիլեն դու ակլոր ես։ Հա, ինչ իմացար, որ տարով ակլոր եմ։ Տարով չէ, ապրելակերպով։ Ինչ ես միշտ առավոտ շուտ ինձ զանգում։ Պատոհանը բաց ու նայ դուրս ինչ գեղեցիկ եղանակ է։ Դու էլ պատուհանը բաց ու քեզ գցի։ Սպասի մի հատ ոտանավոր ասեմ։ Էլի։ Հա, դե լսի։ Գիշերներով ինձ մոտ արի, քո գեղեցիկ դեմքով բարի, քեզ կսպասեմ 100 տարի, իմ սերն առանց քեզ հաստատ կմարի, Մարի։ Վիլեն վատ ես։ Ես ոտանավոր երեք առավոտ ասեցի ապուշություն է։ Հա, ճիշտ է, ես քեզ խոստացել էի, որ ավելի լավը կմտածեմ, բայց սրանից լավը չկարողացա մտածեմ։ Վիլեն անջատում եմ հեռախոսը։ Առայժմ իմ վաղորդյան ցողիկ։ Ցողիկ Վաղորդյանը տատը տա։ Պապ, այ պապ։ Լևոն, որ ձեն չեմ հանում, ուրեմն քնած եմ։ Լսի մի հատ ինչ եմ էլի ասում։ Ասա։ Տեխնոլոգիա առարկայից բան են հանձնարարել, կօգնես։ Ինչ։ Ծտի բուն պետք է սարքել։ Մորը տասա։ Պրիչոսկեն ծտի բունա։ Լավ էլի պապ օգնի։ Բոլորի պապաները օգնում են իրաց երեխեքին։ Լևոն ջան, եկել է ժամանակը, որ դու ճշմարտությունը իմանաս։ Ես քո պապան չեմ։ Ո՞վ է պապան։ Յուրաքանչյուր մարդ ունքուն է հիմա չի տանում ու կարա ծտի բուն սարքի։ Օպար եմ դառնում։
Մերսի Լևոն ջան։ Երեխու պամպերսների փողը ին վրա։ Դու ավելի լավ է քո պամպերսների փողը ճարի։ Քանի հոպարը սաղա, այդ երեխեն պետք է նեղություն չտենա։ Բայց եկեք չմոռանանք։ Քանի ազատը սաղա, այդ երեխեն միշտ նեղություն ա տենալու։ Բայց դու ինչ անջիգյար հորքուր ես։ Հորքուրը տատը տա։ Տղայա թե աղջիկ։ Աղջիկ։ Կարինե է անունը։ Ազատ ապուշ ես, երեխու սերն է հարցնում, ոչ թե ընկերուհուդ։ Հələ չգիտենք։ Դե նայ, եթե տղա ծնվեց հոպարի անունն ենք, չէ դնելու։ Թե չեք նեղանամ։ Թող ծնվի կտենակ։ Անհամբեր սպասում եմ երբ է ծնվելու այդ գոջին մի հատ տուտուզը կծեմ։ Լևոն դու լրիվ գժվել ես։ Ասում եմ այդ աղջկան էլ մոտիկ չգաս։ Սրանցից որը հակնեմ։ Գառնիկ ինչ ես անում։ Ընտրում եմ որը հակնեմ։ Ինչ տարբերություն որը հակնես։ Ոնց ինչ տարբերություն։ Բայց չես անճաշակը ով է։ Հարցնում եմ ուրեմն կարևոր է։ Ինչ շատ հարազատ թուր է։ Ու ընկերոջս ընկերուհին է։ Ապես առաջ Այս մայքի հետ այս շալվարը կսազի։ Գառնիկ, կարող է վախենում ես։ արա ուզում ես ասես որ կա։ Վայ չէ, Ռուզան։ Դե գնա։ Որը դրության մասին նոր եմ իմանում։ Քո պրոբլեմն է որ ուշ ես իմանում։ Դե ապես խալ ես ասում։ Իրականում այդ տղու պրոբլեմն է որ մի հատ կուրսի չի պայել իր դրության մասին։ Ես ինչ եղավ փչացավ։ Չի բացվում ես դուրը։ Գառնիկ, այդ դուռը դեպի ներս է բացվում։ Վայ մոռացել էի։ Արդեն փակում ենք։ Համբերի մի հատ բան նայեմ նոր։ Ասեցի փակում ենք։ Ես էլ ասեցի մի հատ բան եմ ուզում նայեմ, արա։ Էդ ում ասեցիր, արա։ Բապ, քեզ էր ասում։ Գիտեմ, ազատ։ Նորմալ խոսա, դու ես արան։ Հենց դուս ասեմ արա։ Չեմ գալի։ Խանութը ոնց բաց թողեմ գամ։ Բանոր ասում մեր խանութը փակում ես, արա։ Փոշմանեցի։ Թե վախում ես ծեծ ուտես, արա։ Պապ, մի հատ ենք պրյոմներից ցույց տուր, որ միշտ պատմում ես։ Ինչ պրյոմ, արա։ Հետ շերեխին կատը կանում։ Ես իմ թե, նայ հա, հարց մրց կլնի, ես չարբխ եմ մնում, անունս է Ղևոնդա։ Ուրախ եմ ազատ։ Ես աղջկա շորնել, առանց փող տալու վեկալում եմ տանեմ, արա, արա։ Տեսակ ես խզիկին, աղջիկա շուտ տարավ։ Բարև, արա, ես խանութդ բաց է, արա։ Հա բաց է, բայց քո համար չէ։ Իա, ես լավ է լեզուտ բացվել է, երեք դարել իր կուրկուրի ձակ։ Հենց հիմա փախիս տուց, քանի գլուխդ չեմ պոկե։ Էդ իմ հետ էիր, այ Բեղլանդիա։ Հենց քո հետ է այ Քյարթլանդիա։ Ոյ, Գառնիկ ինչ է եղել։ Երազումս մարդ էի ծեծում։ Հազիվ դուխդ հերիքի երազում մարդ ծեծես։
Օրինակ Հովանես Թումանյան, Например, Оганес Туманян, Թմկաբերդի առումը։ ТМБК Тюрмийский захват. Հեյ պարոններ ականջարեք, թափառական աշուղին։ Эй, господа, сделайте ваши уши бомж-музыканту. Սիրուն տիկնայք, ջահել տղերք, լավ ուշ դրեք իմ խաղին։ Красивые тёлки и молодые пацаны. А ну-ка слушайте, как я играю. Ազատ գժվել ես, վեկալ ես գիրքը։ Խնդրում եմ մի հատ էլ կարդա նոր։ Լավ։ Պետրոս Դուրյանի լճակը։ Ինչու ապշած ես լճակ։ Зачем ты офигел, озеро? Ազատ, ты придурок։ Պապ, ուր ես։ Ինչ ա եղել։ Ցավում է։ Պապ, ես ինչ է։ Դրանով խփեցի թերստա ֆաբրիկայից։ Գնաս առուս բեր։ Պապ, իսկ ինչի՞ ես գանտելները առել։ Էջ։ Կարող է եք խանութում, որ այն մարդը վրետ գորած դրա համար ես պարապում։ Ինչ խանութ, ինչ մարդ, չեմ հիշում։ Այնի, մոռացել էի։ Չէ, ասի ուղղակի ֆորմի մեջ լինեմ։ Պապ ջան, կապ չունի, որ երեք այդ մարդը վրետ գորած ու դու վախից ձեն չանեցիր։ Մեկը մենք քեզ շատ ենք սիրում։ Պապ, սարուս չկա, բայց սարած հավ գթա։ Վեկալ ես դիպ թրջնաֆաբրիկայի։ Երեք խանութում մեկը տղեկից մոտ գորգրած բրես, ես էլ ձեն չանեցի։ Հիմա տղեկս մտածում են, որ ես վախկոտ եմ։ Պետք չի հուսահատվել, Գառնիկ։ Ամեն ինչ դեռ կորած չէ։ Դու կարող ես գտնել նրան, կանչել մենամարտի ու տղաներիդ աչքի առաջ ապտակես այդ ստահակին։ Իսկ եթե ես դրա համարը ճարեմ, փակ համարից զանգեմ ու տղաների աչքի առաջ քֆուրտամ անջատեմ։ Գառնիկ, դու չպետք է խուսափես նրա հետ դեմ առ դեմ հանդիպումից։ Դու պետք է այսօր նրա հարցերը լուծես, որպեսզի վաղը հայլու առաջ ինքդ քեզնից չամաչես։ Իսկ եթե ես այսօր սախտան հալիները հանեմ, Լսիր Գառնիկ, ես քեզ մի նմանատիպ պատմություն պատմեմ։ Երբ ես 12 տարեկան էի, փողոցում իմ աչքի առաջ հայրիկիս հայհոյեցին ու ապտակեցին։ Իսկ հայրիկս ոչ մի ձևով չպատասխանեց այդ տականքներին։ Ես հոգեբանորեն ճնշվեցի եւ դառա այն, ինչ դու տեսնում ես։ Ուզում ես տղաներդ ինձ նման լինեն։ Աստված չանի, հեսա դրան կանչեմ, ստե գլուխը ջարդեմ։ Արա, Խնդրում եմ իմ ավտոտնակին չվիրավորել։ ձենդ կտրի, այ հեռադիտակ։ Լսի քեզ ինչ եմ ասում։ Հիմա բոլորի ներկայությամբ դու պետք է ինձանից ներողություն խնդրես։ Թե չէ ինչ, արա։ Խնդրում եմ քեզ, թող պետքեր ձևական խփեմ, որ տղեկից մոտ խայտարակ չնեմ։ Գժվել ես, արա։ Դու տտերի կինոն չես տեսել։ Թող խփեմ։ Չէ, չեմ տեսել։ Դե այս
Ասեմ բանցրի, լավ կպատնեմ։ Ուրեմն երկու հարևան են ելնում, մեկ ուժեղ, մեկը թույլ։ Այս ուժեղի երեխեքը աղջիկ են, իսկ թույլինը տղեկ։ Նոր սրանք այս թթենու պատճառով իրար են հագնում։ Տենաս պապան սրան ինչ ասում։ Չես տենում թռելա դեմքին ու բացատրում է որը որից հետո է։ Մատիած Գառնիկ։ Վերջում այս ուժեղը ում անունը Սամսոն էր։ Թողում որ ես թույլ իրա խփի, որ տղեկի մոտ խայտարակ չլինի։ Ինչ կասես։ Լավ, մի թեթև խփի ու վերջ։ Մերսի։ Սրանից հետո կիմանաս, որը որից հետո յա։ Գառնիկ, մի հարվածը դրան հերիք չի։